2000 թվականի սեպտեմբերի 30-ին Աշոտ Մանուչարյանը կոչ է անում ստեղծել դիմադրության շարժում ընդդեմ արևմտյան արժեքների։ Արևմուտքին ըստ պարոն Մանուչարյանի դուր չի գալիս մեր ինքնությունը։ Մենք պետք է լինենք արևմտյան սպառող համակարգի մի մասը, եւ այդ դեպքում մեզ հանգիստ կթողնեն։ Կասենք կերեք ձեր Բադրջանը եւ հանգիստ մնացեք։ Բայց մենք ասում ենք ոչ։ 2000 թվականի այս օրերին պատգամավորության թեկնածուներ Հրայր Թովմասյանը, Միրան Մովսիսյանը դատական ճանապարհով փորձում են հասկանալ թիվ 28 ընտրատարածքում ով պետք է դառնա պատգամավոր։ Թովմասյանի թեկնածության գրանցումն Արարատի դատարանը չեղյալ է ճանաչել, վերաքննիչն էլ անվավեր է համարել այդ դատարանի որոշումը։ Միրան Մովսիսյանի կողմնակիցներն ասում են, որ վերաքննիչի վրա ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանը, որտեղ աշխատում է Թովմասյանը։ Այդ սեփ խրելը իմ եւ իմ ղեկավարի միջև ես առնվազն համարում եմ անբարոյական։ Եվ այս ամբողջը պահպանելու համար ամենայն հավանականությամբ ես կդիմեմ դատարան։ 2000 թվականի սեպտեմբերի 30-ին Մոսկվայից պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը վերադառնում է հոգնած։ Հենց օդանավակայանում նա ստիպված է մեկնաբանել իր եւ Ռոբերտ Քոչարյանի կապը ազգային ժողովում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ։ Ես ինչ կապ ունեմ ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Առաջին երկրորդը նույնիսկ մանրամասներով տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ եթե այնտեղ մարդիկ համարում են, որ ինձ ձեռնտու է, թե լավ բան ա եղել, այո, ինձ ձեռնտու է։ Արդեն մեկ ամիս է ինչ Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում երաշտ է։ 2000-ի մայիսից այստեղ ջրագիծ է աշխատել, մեկ ամիս հետո սկսել են ջրի վարձ պահանջել։ Գյուղացին դեռ ոչ մի ապրանք չէր սպառել վճարելու համար։ Այս բույսը պետք է լիներ, այսքան մեծ տարածության պետք է գրավել, քանի որ ջուրը չկա, սնունդ չկա, հողը չոր է, ցամաք է, չի աճում եղբայր։ Հիմա ցորեն չունեմ, այդ Բալդրջանն եմ արել։ Իմ հույսն է այդ Բալդրջանն վրա։ Ջրի պատճառով չհասել։ Ջուրն անջատում են մարզպետ Ալբերտ Հերոյանի թույլտվությամբ, գյուղացիները զգուշացնում են, ջուրը չմիացնելու դեպքում Լենինի արձանի կողքին կանգնելու է Ստալինի արձանը։ 2001-ի այսօրը Ամերիկայի դեսպան Մայքլ Լեմոնի ոսկե բահով արված մեկ շարժումով ազդարարվում է դեսպանատան նոր շենքի շինարարության սկիզբը։ Կաթողիկոսն այդ նույն բահով հողի վրա խաչ է անում եւ աղոթում, որ դեսպանատան շենքը հեռու մնա թշնամիներից։ 20 հեկտար տարածքն ամերիկացիներին հատկացվել է 99 տարով տարեկան 2 միլիոն վարձավճարով։ 2000-ի այսօրը Սերժ Սարգսյանը հանդիպում է հանրային խորհրդի անդամներին, որոնց հետ զրուցում է իր հասցեին հնչող տարբեր մեղադրանքներից։ Ես ընդհանրապես երբ որ մենակ եմ մնում, ներողություն այսպիսի արտահայտության համար, մեկ քահ ծիծաղում են։ Ինձ փորձում են Ղարաբաղի խնդրում զիջող լինելու մեջ մեղադրել մարդիկ, ովքեր ընդհանրապես որևէ անգամ Ղարաբաղում չեն եղել։ Եվ երբ որ պետք էր այնտեղ լինեին, իրենք ուրիշ տեղ էին, նույնիսկ Հայաստանում չէին։ Նույնիսկ փողոց դուրս չեն գալիս, որ հանկարծ կարող է զինկոմիսարիատից գան ասեն, այս փողոցում ինչ ես անում։